Գոնե կարաս բացատրես, թե Բաբկենն ինչ կապ ուներ այդ գործի հետ։ Բաբկենն էլ էր ուզում ադունցներից այդ ապրանքը գողանալ։ Բայց Բաբկենը ինչի պիտի ադունցների վատ ուզեր։ Չգիտեմ։ Բաբկենը հոր հետ վիճել էր նրա համար, որ ադունցների հետ է ուզում գործանի։ Աստորեն Բաբկենիչն էլ իր տղու հետ էր կոնֆլիկտի մեջ։ Հա։ Ու այդ Բաբկենը քեզ գցել։ Ամոթ քեզ, ամոթ։ Ապրանքը ձեռիցդ տարավ։ Դրա համար էլ կռվեցինք։ Ոնց դրա համար։ Ես իմ կապերով իմացել եմ, որ Նվարդը գտել է ապրանքը։ Այդ ապրանքը Նվարդից մոտ է։ Ոնց է իրենց։ Սուրեն։ Ասում ես Բաբկենն է տարել։ Չգիտեմ, պապ, մենք եկանք տեսանք, որ ապրանքը չկա ու սկսեցինք կռվել։ Հետո ինքը ընկավ, գլուխը խփեց, ես փախա էլ։ Ոչ մի բան չգիտեմ։ Ինչ-որ մեկը ձեր կռիվը տեսավ։ Չէ, ոչ մեկ։ Հաստատ համոզված ես։ Հաստատ այնտեղ մարդ չկար։ Աստորեն միակ վկան Բաբկենն էր, են էլ։ Չէ, վրեժ։ Բաբկենը կենդանի է։ Հա, բաբ։ Չի մահացել, կոմայի մեջ է։ Հենց որ ուշքի գա, պատկերացնում ես ինչ պատմություն կբացվի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Բաբկենը ուշքի գալուց հետո մեր օգտին խոսի։ Մեր փրկությունն այդ է, միակ տարբերակն այդ է վրան։ Ճիշտ ես ասում, վրեժ։ Մենք պիտի հիվանդանոցի հետ կապ պահենք։ Հենց Բաբկենը ուշքի գա, պիտի մի ձև գտնենք, որ հետը լեզու գտնենք։ Վայ, Սուրեն, վայ։ Ես քո իշն եմ ասել։ Մամ, ինչ է եղել։ Ոչ մի բան։ Լավ չես գում։ Լավ է։ Բա ինչի ես պարկել։ Լսի, բայց դու ինչ կեսօր կլինեիր։ Իսկական կեսօր։ Լավ, ման այդ կարևոր չի, ես քեզ շատ կարևոր բանում եմ ասելու։ Ինչ։ Ոստիկանները Սուրենի հետևից էին եկել։ Ինչ։ Հա, ոստիկաններն էին եկել, տունը ամբողջովին խոզարկեցին, բայց Սուրենին չգտան։ Վռամը վրեժի միջոցով Սուրենին թաքցրել էր։ Փաստորեն Վռամը տեղյակ ա եղել, որ Սուրենի հետևից պիտի գան։ Բայց Սուրենը ինչ ա արել, ինչ են իրանք ընտրում։ Չգիտեմ, ոչ մի բանից տեղյակ չեմ։ Երևի ինչ-որ պատմության մեջ ա ընկել։ Այդ մամայի բալան ինչ պատմության մեջ պիտի ընկներ։ Լսի, Մոնա, մենք պիտի շտապ պարզենք ինչ ա կատարվել։ Բայց ո՞նց։ Ինձ թվում է Նունեն ամեն ինչից տեղյակ ա։ Գուցե Նունեից իմանանք։ Ժան, ինչի տա պետք։ Ժամանակը կգա կիմանաս։ Ուրեմն պիտի նստես ու սպասես, հա։ Դու երբ պիտի հասկանաս, որ այս ընտանիքի լիարժեք անդամ ես։ Այս ընտանիքի բոլոր հարցերը քեզ էլ են վերաբերում։ Մոն, ինձ թվում է Սուրենին ինչ-որ մի հանցագործության մեջ են մեղադրում։ Խիղճ ու կրակը ինչ հանցագործություն պիտի աներ։ Հաստատ ինչ-որ թյուրիմացություն ա տեղի ունեցել։ Այ հենց այդ այլը պիտի պարզենք թյուրիմացությունն ա թե չէ։ Եթե դա ինձ վերաբերում է, Վռամը կասի։ Իսկ եթե ոչ, ուրեմն դա ինձ ու քեզ ընդհանրապես չի վերաբերում։ Այտենց էլ գիտեի։ Քեզնից ոչ մի օգուտ չկա։
Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վահանը տանն է։ Ո՞մ։ Վահանը, մի րոպե հիմա կոկաչը։ Վահան, Էլի Վահան։ Ինչ ես անում ման։ Ժանը։ Շրջվի ու գնա։ Քեզ եմ ուզում։ Ալո։ Ալո։ Հետո էլ ասում ես չես խառնվում իմ կյանքին, որ կործանվում ես, ոնց չխառնվեմ, հա։ Ով էր Տաթև։ չգիտեմ, ձայնը անծանոթ էր, ինչ որ կին էր։ Լավ։ Վահան, ես գնում եմ Գասպարի բար, գալիս ես։ Չէ, դու գնա, ես պիտի ապրանքը դատարկեմ, մինչև հիմա հələ բեռնատարների մեջ է։ Օգնության կարիք կա, գամ հետդ։ Չէ, Հայկ ջան, դու գնա, ամեն ինչ նորմալ է։ Եղավ Վահան ջան։